ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ոսկե գմբեթ հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման նոր մասշտաբային նախագիծը խարխլում է անվտանգության գլոբալ համակարգը եւ բացում Պանդորայի արկղը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Ժան Սյաոգանը։ Նման նախագծերը խախտում են տիեզերքի մասին պայմանագրի սկզբունքները, ինչպես նաև մեծացնում են տիեզերքը ռազմական գործողությունների գոտի դարձնելու և սպառազինությունների նոր մրցավազք հրահրելու ռիսկը, որը խալխլում է անվտանգության և սպառազինությունների վերահսկման գլոբալ համակարգը, կարծես հերթական անգամ բացելով Պանդորայի արկղը, նշել է նա։ Վերջինս ընդգծել է, որ Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել տիեզերքի ռազմական հետազոտումը և ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ գլոբալ ռազմավարական կայունության պահպանման համար։ Եվրոպան խաղաղության կարիք ունի, իսկ դրան հասնելու համար պետք չէ Ուկրաինային ընդունել Եվրամիություն։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Մենք չենք ցանկանում նոր արևելյան ճակատ բացել Ռուսաստանի դեմ, ուստի պետք չէ Ուկրաինան ընդունել Եվրամիություն, ասել է նա։ Օրբանը նաև հայտարարել է, որ ԵՄ ղեկավարությունը Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստման ուղղված ծրագիր ունի, որում հիմնական դերը վերապահված է Ուկրաինային։ Նրա խոսքով ԵՄ-ին Կիևի հապճեպ ընդունելությանը կհետևեն Եվրոպայի տնտեսության վերակազմավորումն ու ռազմականացումը, ինչպես նաև միավորում իշխանության կենտրոնացումը։ Սպառազինությունը, որը Կիևին մատակարարում են արևմտյան պետությունները, հայտնվում է Աֆրիկայում ահաբեկիչների ձեռքը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ Աֆրիկայի հետ գործընկերության դեպարտամենտի տնօրեն Տատյաննա Դովգալենկոն։ Արձանագրվում են արևմուտքի երկրների կողմից Ուկրաինային մատակարարվող զենքի աշխարհի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում Աֆրիկայի երկրներում հանցավոր ահաբեկչական շարժումների ձեռքը հայտնվելու փաստերը, հայտնել է դիվանագետը։ Մեծ Բրիտանիան ծրագրում է մշտական զորախմբեր տեղակայել Արկտիկայում տարածաշրջանում Ռուսաստանի ուժեղացված ռազմական ներկայության պատճառով, այս մասին գրում է Թելեգրաֆը։ Արկտիկան արագորեն դառնում է աշխարհաքաղաքական մրցակցության գոտի և ՆԱՏՕ-ի պաշտպանության առանցքային թև։ Ռուսաստանը երկար տարիներ այստեղ մեծացնում է ռազմական ներկայությունը, ահա թե ինչու մենք պետք է միջոցներ ձեռնարկենք Արկտիկայում սպառնալիքները զսպելու համար, պարբերականին ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեվիդ Լամին։ Ենթադրվում է, որ բրիտանական զորախումբը կարող է տեղակայվել Նորվեգիայի տարածքում, որի հետ Լոնդոնն ակտիվորեն մեծացնում է ռազմական համագործակցությունը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է Զանգեզուրի միջանցքի բացման անհրաժեշտության մասին և կոչ արել Իրանին աջակցել տարածաշրջանային խաղաղ նախաձեռնություններին։ Էրդողանը ընդգծել է ենթակառուցվածքային նախագծերի կարևորությունը տարածաշրջանի զարգացման և միջազգային ներդրումների ներգրավման համար։ Պատասխանելով լրագրողների հարցին, Էրդողանը կարևորել է Զանգեզուրի միջանցքի նշանակությունը։ Զանգեզուրի անցումը ոչ միայն Ադրբեջանի ցամաքային կապն է Նախիջևանի հետ, այլև ինտեգրման նոր գիծ, որը Թուրքիայի տարածքով ձգվում է դեպի թուրքական աշխարհ, պարզաբանել է նա։ Մենք ակնկալում ենք, որ մեր հարևան Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանում խաղաղությանը, հանգստությանը և զարգացմանը, ասել է նա։ Էրդողանն իր աջակցությունն է հայտնել հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին։ Թուրքիայի նախագահը նաև հայտնել է Թուրքիայի և Հայաստանի միջև զգուշավոր կարգավորման գործընթացի մասին։